Եթե օրվա կաթողիկոսը շնացող է, կամ ասենք մոլագար արվամոլներին տեղ է տալիս ու կարգապահական ժողովի նախագահ է նշանակում ու վանական խորհրդի ատենապետ, հետո թողնում է, որ ասենք իր դիվանապետը մահակի պես բոլորին վախեցնի, բոլորի հետևից ընկնի եւ իր քերակնոջ սիրեկանը դառնա, այդ մարդուն ինչի հիշատակ են։ Սա քահանայի որոշումն է, սա պատարագիչի որոշումն է, որովհետեւ պատարագիչը ինքը նախ ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, այս գեստավորումով, երբ որ ինքը բարձրանում է խորան, ինքը արդեն Հիսուս Քրիստոսն է։ Հետո երբ որ վայր է դնում իր թագը, երբ որ արդեն պատարագիչ քահանա է դառնում, այսինքն այդ Հիսուսի զոհաբերությունն է կատարում, ինքը այդ քարոզի ժամանակ կամ ասենք այդ աղոթքների ժամանակ ինչպես Մեսրոպ Մոթավյանը ազատ է, կարող է ասել չէ, մարդը շեղված է ճշմարտությունից, եւ ինչպես Տեր Թադեն կամ դրանից առաջ Տեր Արամը, այս անգամ էլ նաեւ Տեր Հովհաննեսը եւ կարծում եմ ապագայում նաեւ շատ ուրիշ մարդիկ հոգեվորականներ զերծ են մնալու Կտրիչ Ներսիսյանին հիշատակելուց։